Նորից են որ ասում է խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Նորից ունենք զոհ բանակում, այսինքն մեկի չենք տենում։ Ամեն շաբաթ են որ ասում է ստանում ենք նվեր, մեկ կամ մի քանի զինվորի մահ։ Հիմա գոյություն ունի, ես իշխանությանը, այսպես կոչված իշխանությանը ասելու բան չունեմ։ Ես վաղուց ասել եմ, որ դա բոզի տղեկի հավաքածու է, պետական դավաճանների հավաքածու է, եւ Վարդան Ղուկասյանի իշխանության օրոք բոլորը պիտի լինեն մորմր, ով կաչկա այդ իշխանության կազմում։ Սկսած վարչապետ կոչեցալից, վերջացած հավաքարարից։ Էդպես ասել եմ, էդի չեմ ուզում կրկնվեմ։ Հիմա գոյություն ունի պարլամենտական ընդդիմություն, որը փող բաժանելով եկավ մտավ պարլամենտ, ռուսաստանյան որոշակի ուժերի հովանու ներքո, այն ուժերի, որոնք որ մտածում են իրանց գրպանի համար, չէին մտածում ոչ Հայաստանի համար, ոչ Ռուսաստանի համար։ Դեին այդ բոզից տղեկին, այդ տաշիրականներին եւ ռոբիկականներին լցին պարլամենտ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի բիչ, մուսկուլնի բոզի տղա, տաշիրի բիչ, բանակ չծառայած բոզի տղա, հացաբուր կեղեր, օրեկան բանակում ունենում ենք զոհ։ Ձեր բան ու գործի անուն ինչ է, պարլամենտական ընդդիմություն եք, նյետ ազգային ժողով հրավիրեք ուսուցչուհի բոզի տղուն, ընկեր Պապիկյանին, հանեք կայնսեք ամբյոնի վրեն, մոր դլոն տվեք ձեռը, բոզի տղա, օրեկան զոհ ենք ունենում բանակում, ինչի համար ալնան, պատերազմը լի ուրիշ հար, չնած պատերազմին տարակ տվիք փուրը, հետո հելակ հայտարարիք, զոհվեցին հաղում ոչնչի, են ագարկ են, են գարաժների տակ շինվող պորնիկը, Աննա Բոլեին։ Հիմա ես իչա կանչեք զինվորական դատախազին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, կանչեք ռազմական ոստիկանության պետին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, կանչեք գլխավոր շտաբի պետին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, ուրիշ բարերով չի կարելի սա անվանել, եթե որևիցե մի հատ կուլտուրական բոզի տղա հիմա էլ պիտի ասի, Վարդան Ղուկասյանը քֆուրա տալը, Վարդան Ղուկասյանը դրա մորը կունի։ Այսքանից հետո, որովհետև ինչի քֆուր տալի, խաղաղ պայմաններում օրեկան կամ շաբաթական զոհ ունենալը անընդունելի է, սա հայտարարություն է, սա բոզի տղություն է, այդ նման բան ասողները, որոնք որ ասում են Վարդան Ղուկասյանը պիտի, չգիտեմ, քֆուր տալի, հնարավոր չի քֆուր չտալ, ես ուզում եմ տենամ այն մարդու դեմքը, ով կտենա զինվորին դագաղի մեջ, զինվորի ծնողին դագաղի առաջ նստած եւ քֆուր չտա այսքանից հետո։ Ես բանակ եմ զորակոչում զինվորին, որ ինքը ծառային, ես չեմ զորակոչում, որ ինքնի ավտոյի տակ, ես չեմ զորակոչում, որ զինվորին գյուլի, ես զորակոչում եմ, որ ինքը ծառայի, եւ եթե պետք է նահատակվի փողի համար, այլ ոչ թե կենցաղային խնդիրների համար, այլ ոչ թե ինչ-որ մեկը մեկի հետ լեզվակռիվ ունենալու եւ այլի համար, յուրաքանչյուր սպանություն, երբ որ զինվորը սպանում է զինվորին, ունենում է նախապատմություն, այդպես չի հալմու գյուլը, ունենում է նախապատմություն, իսկ երբ որ նախապատմությունը տևում է ժամանակ եւ այդ նախապատմությանը չի խառնվում, սպան չի կախում, անձնակազմի հետ տարվող աշխատակների գծով տեղակալ զամպալիտ բոզի տղեն, չի կանխում զորամասը սպասարկող ռազմական ոստիկանը, չի կանխում սպան, ավարտվում է նրանով ինչու որ ավարտվում է։ Վարդան Ղուկասյանի վայքում կամ Վարդենիսում եղած ժամանակ բազի որ չէր սովում։ Չէր սովում, Վարդան Ղուկասյանը եկավ 20 յար հետևից էլի նույն դեպքերը կրկնվել, որովհետև կար կոնտրոլ, որովհետև կար հսկողություն, Վարդան Ղուկասյանը գիշերվա մեկին էր այդ հմտում կնեմ։ Եվ այսօր յուրաքանչյուր զորամաս, ընկեր ռազմական ոստիկանության պետ, լսի հիմա ինձ, լսի տուփոյ բոզի տղա, MVD-ի թալանչի։ Հանում ես քո ռազմական ոստիկանության ողջ աշխատակիցներին, ասենք օրինակով բացատրում են վայքի բաժին, կամ Վարդենիսի բաժինա բաժամունքայմը, չգիտեմ ինչ եք շինել դա։ Զորամասը սպասարկող օպերը գնում է տուն քնելու ժամը 12-ից հետո, երբ որ լրիվ քնցնում է։ Յուրաքանչյուր զորամասում տեղի ունեցած սպանության համար պետք է զորամասը սպասարկող օպերգծով տեղակալը, քերականի պետը հրաժեշտ տան իրենց բաղեցած պաշտոններին։
Զորամասը սպասարկող յուրաքանչյուր զինվորական դատախազ, որը կաբինետում նստած մտածում է, որ մի զինվորի վրա, որ մի օֆիցեր վեն գործ կարի, փողը ձեռից քերի, որ գնա կնգա համար բրիլյանտի ու մատանյարի տանիքոխի որի ցակը, այդ դատախազին պետք է հանելու սիկտիր անել, որովհետև ռազմական որտեղ զորամասի հսկողությունը բանի ռազմական ոստիկանության խնդիրը չի, դա նաև հակահետախուզության սպայի խնդիրն է, Անդոյի հիմնարկի որը խերրսաուտում չգիտես ինչով ազբաղվեն, դա զինվորական դատախազի խնդիրն է, որը սպասարկում է տվյալ զորամասը, որը տարիներով տվյալ զորամաս չի մտնում մենակ ընկած զինվոր դատելու հետևից։ Այդ բոլորին պետք է ցնել, հացաբուրտեղեն բոզի տղա եւ ընկեր մուսկուլնի, դուք բանակ չեք ծառայ, որ իմանաք որտից սկսել, որտից հլվել։ Սուրեն Պապիկյանը չի ծառայ, սա իշքան պուսկա բերե շարելա կողի կաբինետները օգնական խորհրդական եւ մենք ունենք այն ինչ որ ունենք զինվորավոր մեռնումա ինչի համար է մեռնում ինչի համար է զոհվում քիազոհում չես հասկանում այդ բոլորը այդ չինովնիկները որոնք այսօր փող են ստանան դրանց բոլորին է տվյալ զորամասը սպասարկող օր կասված է պետք է կանչել պարլամենտ եւ մամայի բերանը շաշ տալ ու հանել քցել դուրս զինվորական դատախազին կայազորի զինվորական դատախազին կայազորի ռազմական ոստիկանության պետին Եթե միգոնե մի անգամ նման բան անի պարլամենտում նստած ուժը, որը մտել է պարլամենտ ոչ թե փողեր ստանալու համար, այլ ժողովրդին ծառայելու, մենք այլևս նման բան չենք ունենա, կամ գոնե եթե ունենալու դեպքում էլ ճիշտի մինիմալի, բայց քանի որ բարդակ է, մտել են պարլամենտ զուտ, մտել են Արամ Վարդևանյան, տունը ծածացնեն, աթորին հենց Ալես Սիմոնյանին էին բան ասում, աթորի վրեն փռե երևակայում է, ագարակականից էլ պատոկները ցածացուցային բողոքով քայլում է, տեսեք ի մարդը ով է, այս է ձեր ընտրածը, էսա որ չկա վախի զգացում չկա սպաների մոտ ռազմական ոստիկանության մոտ զինվորական դատախազության հակահետախուզության մոտ վախի զգացում չկա այսինքն ստորադասի խերնչից է ինչա կատարվում այդտեղ որ ինքը գիտեն վերադասը չի ծածկանում վերադասին խերնչի թե ինչա կատարվում ուտեմ գիտեն ծծնող չկա երկիրն անտեր է փարթի անցկացնում փառատոն անցկացնում 170 միլիոն է դրա մեջ չեղած ժամանակ հանը փարթի վրա են ծփնում այսպես բաներով այս անասուն ժողովրդին զբաղացնում ու սկսում է տալ բան երգիրը Երբեն չկա, որովհետև դիտողություն անող չկա, մի դիտողություն անող Վարդան Ղուկասյանն էր, եկավ ընկավ սրա խրծացեց ամիսը $1 միլիոն գրգմա X շինովնիկի, որ Վարդան Ղուկասյանին պահեն անազատության մեջ։ Էլ իշքան կտևի, հələ պարզ չի։ Էսա, եւ 150,000 փախստական Արցախից մտավ Հայաստան, ես չտեսա այդ 150,000-ի գոնե 10%-ը դուր գար հանրապետության հրապարակ ասել Նիկոլ մամայի ծածացնեմ մեր նախնիների գերեզմանին տունը տեղը ամեն ինչը թողեցին Ադրբեջանին եկան իսկ ինչ արի դու մեր հետ չկա լուսվեցին ժողովրդի մեջ են աղա ոնց է լցում ջրի մեջ խառնում չկա չերևում կամ բանպես օգա այդպես Լուծման Հայաստանով մեկ, Ռուսաստաններով, որտեղով եւ այլն եւ վերջացավ Արցախի թեման փակվավ։ Հիմա բացի այս թեմայից հիմա թուքն ու ադրբեջանացի պիտի ատոմակայան բացի նորից պարլամենտական ընդդիմություն կոչվածը չի մոտենում ամբյուրն ասում է տունը ծծծեմ դու ուզորի ասեցիմ երկրում պիտի ատոմակայան փակվի Զախարովան հələ միան ճղմա ասում է եթե ատոմակայանը փակվի դա բանը վնասը Ռուսաստանի ընկեր ռուսական կողմ դուք ում եք սատարում որ գամտի պարլամենտ տաշի սամոյ բայց ես տաշի սամոյ ժողովուրդը չի հլում խոսադրանից չի ասում իմ խերը կուտեք թատոմակայանն է կփակեք որովհետև համատեղ են որովհետև бизнесмены спекулянты он никогда не думает про народ он никогда не думает про государственность, ему наплевать и на Россию, и на Армению, и everybody, как говорят на английском, ему интересно только свой личный карман, больше ничего. А если вот берег хастик, խիզեսոմեխի տաշիրը ռոբինկականները պիտի մտածեն հայ-ռուսական համագործակցության մասին պետական շահերի մասին կամ նիկոլականները հիմա մտածում են Եվրոպա-Հայաստան հարաբերությունների մասին, քացում են թե Եվրոպայի վրա, թե Ռուսաստանի վրա, թե Հայաստանի վրա Իրանց հետաքրքրումը մենակ Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ կասեն, որովհետեւ իրենք ատուց են սնվում եւ շարունակում են սնվել։
Եվ այսօր, երբ որ մենք տենում ենք բանակի խայտարակ, մենք չունենք բանակ։ Մենք այն 92-3 թվի բանակը, որ որսորդական հրացաներով էին, ով ինչ գտնում հակնում էր, չգիտեմ, չեր շոգում աֆիցերնով զինվորնով ավելի մարտունակ եւ ավելի կանոնավոր բանակ էս, քան թե այսօրվա բանակը։ Իմ 97 թվի Արտանիշը ավելի կանոնավոր զորամասեր, ավելի կանոնավոր, ես տարիք ես Արտանիշում ծառայեցի, ոչ մի սպանություն։ Չնայած ես էլի այնտեղ որպես զինվոր իմ լուման ունեի, բայց ամենանդեպս ոչ մի սպանություն։ Ինչ գտնում հագնում էինք։ Այսօրվա բանակի վիճակը նայում խայտարակություն է։ Եվ դրա համար ոչ մի պատասխան չի տալի։ Եվ սրա հետ կապված պիտի պարլամենտում նստած ղախպի տղեկը, որոնց 99.99%-ը բանակ չի ծառայել, նույնց եմ ասում ես, կապին հիմա բան չեմ ասում, որովհետև նրանք գլուխ պեչատուկ բոզի տղա են, նրանց անցանք։ Սրանք բացարձակ ոչ մի ցեն։ Արա Վարդավանյան բանակ ծառայել է, չէ։ Տաշիրի բջեջ բանակ ծառայել է, չէ։ Մնացը նույն հանրապետական կուսակցության բաննաղը կոպիպաս արած է տարբերակն է։ Առաջ հանրապետական կուսակցության այդ բոզի տղեկի յետիմները այսօր եկի մտնել պարլամենտ, կամ աղբոր տղեկը, կամ տղեկը եւ այլն։ Ինչ է, սրանք ովքեր են, նույն Սերժի ծնած աղբի տղեկը, նույն։ Այսինքն մենք տենում ենք, որ պարլամենտում նույնիսկ նստածա Սերժ Սարգսյանի հովանուտա գործող խմբավորումը, թե ընդդիմություն կոչված, թե դիմություն։ Հայաստանի Հանրապետությունով շարունակում է ղեկավարել եւ կառավարել Սերժ Սարգսյանը։ Նորից այդ բոզը չիբուրաշկա բոզի տղեն։ Էս են սրանք։ Եվ այս ժողովուրդը գնաց ցենտրվեց մայկայից, հիմա հեգես հիմա գնամ այդ զովազինվորի ծնողին, հաստամասեմ ում ես ընտրել։ Պիտի ասի կամ Տաշիր, կամ Ռոբի, կամ Նիկոլ։ Տղու դիակը բենդրին դեմը։ Ես հիմա չեմ ուզում ես ծնողին նախատեմ, բայց ավելի քան համոզված եմ, որ այդ զինվորի ծնող, այդ զոհված զինվորների ծնողները ընտրել են սիրեք բոզի տղեկից մեկին։ Միանշանակ։ Հանուն փողի, հանուն պաշտոնի, կամ չգիտեմ, կարող է մի ящик պամիդորի։ Երբ որ ես ասում եմ, երբ որ ես ինձ ճղում եմ, որ այդպես մարդ պիտի գոյություն չունենա, որ ասի ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քեզ ոչ մեկ չի խնդրում Հայաստանի Հանրապետության քաղաքացի զբաղվել քաղաքականությամբ, բայց երբ որ քեզ ասում են դու պիտի գնաս ընտրատեղամաս եւ ընտրես, որովհետեւ դու ընտրում ես քո վաղվա օրը, որպեսզի քո տղեն ցինկ վիճակով զորամասից չկա, որպեսզի քո մարդուն հանգարցական չեն քնչական տունը չծծնեշն են հաշվանդաման են գցեն դուրս, որպեսզի դու գնաս բժշկի քեզ սպասարկի որ չասի վճարի նո դու լասես փող չունեմ բժշկասի դե չոքի ծածի եւ այդ նման իրավիճակներից խուսափելու համար դու պիտի գնաս ընտրատեղամաս, դու պիտի ընտրես այնպիսի մի անձնավորության, այնպիսի մի կուսակցության, ով որ քեզ պիտի զերծ ֆահի նման բոզի տղություններից, ումից որ պիտի վախենան, ումից որ բժիշկը, քննիչը, իրավաբանը, դատախազը, դատավորը պիտի վախենան, որովհետև ասենք եթե մենք հանգարց միած սխալ բան արենք, մեզ տանով տեղով այս մարդը տսնելու է, իսկ այդպես անց գոյություն չունի, ցույց հիմա մեկի անունը 18 հոգի, 18 կուսակցություն մասնակցում էր։ Հիմա դրանցից մեկի վազեր մարդը դրեք կոմենտարներում գրեք, ասեք այս մարդը իմ կոմենտիկը բացալ։ Դու մտնում գրին ասեն այս մարդուց իրոք որևիցե մի չինովնիկ վախենում է։ Եթե գայշա, ումից մի վախենար Արման Թաթոյանից, են Գուգուի, Գագիկ է, Սուրենյանի, ով է ղախտի տղեն, այնտեղ ինչ-որ, իզից մի խաս վվերև էր, այդ դրանից պիտի վախենան, Ռոբերտ Քոչարյանից պիտի վախենան, ումից վախենան, ումից, Նիկոլից, հա, ումից մի չինովնիկը վախենան, Նիկոլից, Ռոբերտ Քոչարյանից, Հացաբուրտեղենից, ումից, դրանցից որ մեկն է այսօր երկիր կառավարում նորմալ։ Մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Մեկն էլ ասում է, չգիտեմ այդ որ մեկն է, բայց լավ բան ասում, բայց ժամանակ ես մի հատ բան էին ասում, տանում էին Քոչարյանի օրը Քոչարյանի բան էին ասում, տանում ծծցնում են։ Այդ Քոչարյանը չէր տանում ծծցնում։ Այդ Երիսան Արմեններ տանում ծծցնում։ Այդ Թամամյան հովիկներ տանում ծծցնում, այդ Կարապետյան Աշոտներ տանում ծծցնում, Մինցեքներին տանում ծծցնում, Մուսկուլին չէր ծծցնում, Մուսկուլին ոնց կա, սիրուն պահած, խնամված, փիսիկ, այդպես էլ մնում է փիսիկ։ Բանակ չծառայած,
Այդ ինչքան է որ վայնի բիլետ ունի։ Այդ ինչքան է որ գրանցված է եղել KGB-ի զորքերի բնվերին։ Ինքես Լևոն Քոչարյանը։ Ամեն օր սո։ Հետո ես քալրություն ոչ մի չինովնիկ եկել նստել արտաշացին եկել ռազմականի պետ գանդոն եկե չես եկե զոհավորում ընկել ռազմական ոստիկանության պետ ուրա գործողությունները հիմա այդ զորամասի այդ տարածքի ռազմական ոստիկանության բաժնի պետը օպերգծով տեղակալը քերականի պետը եւ զորամասը սպասած օպերատի ազատվեն աշխատանքից պիտի հանես քսես դուրս որովհետեւ մյուս ռեգիոն ես կցես շրջաբերական տարածես ամբողջ ռազմական ոստիկանության բաժիններով եկի ռազմականի պետ արամես ինչ խռից կլոխես ամբողջ ռազմական որ սրանից հետո եթե որևիցե մի զորամասում մահկրացավ դիպուկը ազատվում եք աշխատանքից մինիմում մաքսիմում դատվում եք եւ զորամասը սպասարկող օպերը մինչեւ գիշերվա 1-ը պիտի մնա զորամասով շրջի գումարտակից գումարտակ դասակից դասակ չգիտեմ ստորաբաժանում տենա ովա քնած ովա պակած մի զինվորի հետ խնդիր ունեցավ այդ զինվորներից մեկը մարտական հենակը չի բարձանում վերջ ամենը չնչի խփի համար դաժե չի բարձանում կամ եթե պիտի բարձանը մեկը գնա ես իմ էմիցերը մեկը գնում է էմիցերը որ 20-30 կիլոմետր մեջները բանալի հեռավորությունների կամ զորամասը փոխել թողում են զինվորը խնդիր ունեն իարուտում են փրթում են մորթում են վերջում են հլում են պոст երկուսի ձեռը հայտով մազեք հալմյալ գյուլի վերածեն գյուլի բայց ինչի համար եք նստած Ինչի համար է կտեղ նստած, գանդոններ, ազնակազմի գծով տեղակալին չի համար է, ռազմական ոստիկանության սպանին չի համար է, զինվորական դատախազը, որ նույնց եմ կկնում, տարներով զորամաս չի կնում, չի տենում, ինչա լապն զինվորը, ինչի մեջ է կնում, մաքուր ասպիտակ եղել է, կեղծոտ ասպիտակ եղել է, թանյակամարսավոր գնաց է, զորամասը մատե զորամասը չի խռին ինչի, կաբինետը նստած ամեն օր ձվերի հետ է խաղը մտածում են դատ է, էս է Դե հիմա հացաբուրգեր են տունը ծածացնեն, պարլամենտ բեր զինվորական դատախազին, կայնասա ամբյոնի վրեն ծծրա, տենամ կալաս։ Պարլամենտ բեր Սուրեն Պապիկյանին, կայնասա այդ ամբյոնի վրեն ծծրա, տենամ կալաս։ Ռազմական ոստիկանության պետը նորանշանակա, բան չես կարանես։ Այդ երկուսին բեր կաչ, հիմա կանչ, քեզ ընտրողը թողել մի տենա դու վարշե մի խեռս կարամ ես ծծես, է չես կարամ ծծես։ Բեր, չես կարա, գաղափար չունես։ Դուք դաժե չգիտեք ինչ հարց պիտի տակ, այդ հարցը ոնց պիտի տակ, այդ հարցին ինքը ինչ պատասխան կարա տա, այդ պատասխանին դուք ինչ նորից հարց պիտի տակ, գալու է բանը զինվորական դատախազը, օգտագործած ռուսիկը հանի կողի սաղիտ բերալը, ու չեք կարնալու խոսք։ Հիմա մոսը ինձ ասեն արի ֆիզիկայից, մաթեմատիկայից հարց տուր, ումը տամ, ես ֆիզիկա չգիտեմ, մաթը չգիտեմ, կամ շախմատիստ։ Ինձ ասեն շախմատից խոս տուր, չգիտեմ։ Ինչ հասավ ոչ ուզեմ կպատասխանի, ես պիտի ոչխարի նման էլ լսեմ, որովհետեւ չեմ հասկանում ոչ շախմատից, ոչ ֆիզիկայից, ոչ մաթեմատիկայից։ Նույնը դուք չեք ծառայել։ Այո, ես ասում եմ պիտի բանը պարլամենտ մտնեն ծառայած մարդիկ, պիտի այդ իշխանության մեջ գտնվեն ծառայած մարդիկ։ You have 1 minute remaining. Իմանա որից հետո է։ Բայց խնդրեմ Ընտրել եք, նույնց եմ ասում այդ նույն զոհված զինվորների ծնողները, որ օրեկան բերեմ իակտերը խուտ յակ դնում են դեպը, ընտրել են սրանց, հանուն փողի, հանուն պնչոր մի հատ պաշտոնի մի հատ բոզի տղա բարեկամի խաթեր։ Իսկ ես ո՞ր վայելում եմ։ Սուրեն Պապիկյան, եւս մի անգամ տուն ու տեղը ծածացնեմ։ Զինվորական դատախազ, եւս մի անգամ տուն ու տեղը ծածկեմ։ Այսքանը։ Ամենայն հայրենիքով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։